Մարտին Մկրտչյան և Հռիփսիմե Հակոբյան զույգը հայկական շոու բիզնեսի ամենավառ ու հաջողակ զույգերից մեկն է։ Հիմա արդեն նրանց որդին՝ Լեոն, քայլում է ծնողների ճանապարհով ու սկսում է իր երաժշտական կարիերան։ Դեռ շատ փոքր տարիքից Լեոյին կարելի էր տեսնել Հռիփսիմե Հակոբյանի ինստագրամյան սթորիներում։ Լեոյի մասնակցությամբ հոլովակները շատ արագ տարածվում էին ու մեծ սեր վայելում հանրության շրջանում։ Հիմա ևս Հռիփսիմե Հակոբյանը հաճախ է Լեոյի մասնակցությամբ հոլովակներ հրապարակում։ Երեկ երգչուհին ու նրա որդին հրապարակել են նոր տեսանյութ, որտեղ խաղում են նորմալ է կամ նորմալ չէ։ Տեսանյութի վերջում Լեոն իր խոսքը ուղղում է հայրիկին ու ասում՝ ասածս որն է, տուն արի պապ։ Հրապարակումը բավական էմոցիոնալ է ստացվել։ Ձեզ ենք ներկայացնում տեսանյութն առանց մեկնաբանության։ Լեո, արի նորմալ է, նորմալ չի խաղանք իրար հետ։ Արի։ Օրինակ նորմալ է, որ ամեն երեկո 5 տարի շարունակ մամադ քեզ ասում է Լեո ջան շուտ քնի ինձ քեզ պարկի, որ առավոտյան 7-ին հեշտ արթնանաս, գնաս դպրոց ու դու երբեք շուտ չես քնում ու մի կերպ արթնանում ես առավոտյան, այդ նորմալ է։ Նորմալ է։ Հատկապես բոլոր երեխաների համար կարելի ասել նորմալ է, որովհետև ոչ մի երեխա չի սիրում շուտ քնել։ Պետք է ասենք 11-ին քնի, բայց առավոտը ժամը 6:30 տանջվելով զարթնի։ Իմ համար էլ է նորմալ, որտեվ ես էլ եմ մի կերպ արթնացել։ Իսկ նորմալ է, որ մամադ քո համար համով բաներ է պատրաստում, սպասում որ պետքա դասից տուն գաս ուտես, գալիս ես ասում ես մամ ջան կլինի բուրգեր պատվիրենք կամ ես կերել եմ ինչ որտեղ։ Նորմալ է։ Նորմալ չի Լեո։ Նորմալ է։ Հատկապես։ Իսկ նորմալ է, որ դու ունես հեռախոս ու երբեք այդ հեռախոսը զանգերի չես պատասխանում։ Նորմալ է։ Որտեղ երեխեքը միշտ հեռախոս օգտագործում են, որ խաղան կամ կայֆ ծիծալու վիդեոներ նայեն։ Ինձ համար նորմալ չի Լեո, դու չես ունենա հեռախոս։ Իսկ նորմալ է Լեո ջան, որ մի հատ թեթև հիվանդանալու հարբուխի դեպքում ասում ես մամ կլինի վաղը չգնամ դասի։ Նորմալ է, որովհետև երեխեքը չեն սիրում գնալ դասի։ Անհնարը։ Այդ ընդհանրապես մամանեի մտածելով։ Շատ վատ է Լեո։ Մամ, ես էլ կարամ քեզ մոտ հարց տամ։ Խնդրեմ։ Այդ նորմալ է, որ մամադ ու պապադ երգիչ-երգչուհի են լինում ու իրանք շատ ճամփորդում են ու դու իրանց նստած տանը սպասում ես, հետո այն օրը գալիս է, որ իրանք գալու են ու 5 ժամից ուղիղ ուրիշ թռիչք է լինում ու իրանք ուրիշ տեղ են թռնում ու դու դաժե չես հասցնում իրանց հետ խոսաս։ Ուզում եմ հարց տամ, դա նորմալ է։ Նորմալ չի, բայց կարող է նորմալ է, չգիտեմ։ Համենայն դեպս քո կյանքն էլ տենց է դասավորվել Լեո ջան, մի բողոքի։ Պապ ջան, ասածս որն է։ Հետ արի տուն, հետ արի։ Լեո ջան, քեզ էլ աշկիս տեսնեն ճակատագիր է սպասում, միշտ օթերում, միշտ ճանապարհորդությունների մեջ, ախպեր ջան, հետ եմ գալ, հեսա գազնեմ տուն։ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը ամենաքննարկվող զույգերից մեկն են հայկական շոու բիզնեսում։ Զույգին սիրում են, լսում նրանց հիթային երգերը, հետաքրքրվում անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով, սակայն ձեզանից քչերը գիտեն, թե իրականում ինչպես եւ որտեղ է սկսվել Մարտինի եւ Հռիփսիմեի սիրո պատմությունը։ Սկսենք սկզբից։ Հարաբերությունների սկզբնական փուլում ոչ Մարտինը եւ ոչ էլ Հռիփսիմեն չեն ցանկացել հանրայնացնել իրենց հարաբերությունները։ Ավելին, երբ քննարկումներն արդեն սկսվել էին, զույգը չէր հաստատում, որ միասին է։ Այդ մասին մի անգամ անկեղծացել է Մարտին Մկրտչյանը, պատմելով հետևյալը. Մենք երբեք չենք ցանկացել հանրայնացնել մեր անձնական կյանքը։ Ընկերության ընթացքում լինում են դեպքեր, երբ զույգը չի հասկանում իրար եւ անգամ կարող է բաժանվել, իսկ դա դառնում է լայն քննարկման թեմա։ Դա է եղել ամեն ինչ գաղտնի պահելու պատճառը։ Հռիփսիմեին տեսել եմ հեռուստացույցով, այնուհետև գործնական առաջարկ եմ արել նրան ու սկսել ենք միասին աշխատել, բայց սկզբում նրան որպես քույր եմ ընդունել։ Այնուհետև ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղափոխվեց այլ հարթություն եւ երկուսս էլ հասկացանք, որ մեր մեջ ավելին է, քան պարզապես ընկերությունը։ Նրա մարդ տեսակը ինձ համար բացառություն էր եւ շատ հետաքրքիր։
թեև սկզբում նրան այլ աչքով էի նայում։ Չհասկացա ինչպես ստացվեց, որ մեզ մոտ ընկերությունը վերածվեց սիրո։ Իրենց ծանոթության և սկզբնական շրջանի մասին խոսել էր նաև երգչուհին։ Այդ ժամանակ ես աշխատում էի երևանյան հայտնի ակումբներից մեկում, շատ երգիչներ էին աշխատում այնտեղ, բայց միակ մարդն, ում ես ճանաչում էի, Մարտին Մկրտչյանն էր։ Կարճ ժամանակ անց ինքը այնտեղ դարձավ իմ պահապան հրեշտակը, իմ եղբայրը։ Անգամ ընտանիքիս անդամները, եթե իմանում էին, որ Մարտինը ինձ կբերի տուն, ապա հանգիստ էին։ Երկար տարիներ այդպես էր։ Հարազատ քրոջ ու եղբոր նման էինք։ Մեր ապագա քավորն ասեց. «Դուք իրար հետ եք ամուսնանալու»։ Էդ անգամ ինձ վիրավորեց, քանի որ իմ եղբոր պես էի ընդունում։ Նրան ասեցի անհնար է, բացարձակ կապ չունենք տեսակներով։ Մենք երկուսս էլ նշում էինք, որ մեր կողքը չի կարող լինել մեր ասպարեզից մարդ։ Անկեղծացել էր երգչուհին։ Իսկ Մարտին Մկրտչյանը միշտ ժպիտով է հիշում իր սիրո խոստովանությունը։ Այդ մասին նա նույնպես պատմել էր։ Մի օր տուն էի տանում մեքենայով և որոշեցի հենց այդտեղ խոստովանել, որ սիրում եմ իրեն։ Արձագանքը եղավ այն, որ Ռիփսիմեն անակնկալ լաց եղավ ու դուրս վազեց մեքենայից։ Հաջորդ օրը Էրեբունի Երևանի տոնակատարությունն էր, որին մենք երկուսս էլ մասնակցում էինք։ Ողջ համերգի ընթացքում անգամ միմյանց աչքերի մեջ չենք նայել։ Չգիտեմ, գուցե ամոթից էր։ Եվ ինչպես ամեն նոր սկսվող հարաբերություններում, այստեղ ևս խանդ կար։ Մարտինը իր հարցազրույցներից մեկի ժամանակ նաև պատմել է այդ դժվար փուլի մասին։ Նա խոստովանել է, որ եղել է պահ, որ նա դեմ է եղել կնոջ երգելուն։ Երիտասարդ ժամանակները սերը մտածողությունը մի քիչ ավելի ուրիշ տեղ էր։ Ավելի շատ խանդի ֆոնի վրա մեկ-մեկ զայրանում էի։ Ասում էի, չէ, չպիտի երգես։ Բայց հետո հասկացա, որ Ռիփսիմեն ամբողջ կյանքում պիտի երգի։ Ես իրեն ասել եմ. դու պիտի երգես, որովհետև դու ինձանից լավ ես երգում։ Ես իրավունք չունեմ քեզ թույլ չտալ։ Միգուցե ինձ մոտ ստացվեր սիրո հողի վրա կտրեի Ռիփսիմեին բեմից, բայց այդ դեպքում ես կկտրեի իրեն իրենից։ Կարծում եմ ինքը որպես մարդ կվերանար։ Ինքը եթե չերգեր, չէր կարա սիրեր, չէր կարա ապրեր։ Ես կարծում եմ դա չեմ անի երբեք, որովհետև ես սիրել գիտեմ ու ես սիրում եմ ինձ սիրող մարդկանց։ Էնպես որ ինքը ամբողջ կյանքում պիտի երգի, նշել էր Մարտին Մկրտչյանը։ Ռիփսիմեն նույնպես այս մասին խոսել էր։ Ամուսնությունից հետո նկատեցի, որ ինչ-որ չափով Մարտինը դեմ է երգելուս։ Պայքարել եմ շատ։ Հնարավոր է բարդ լիներ ապրել երգչուհու կողքին, բայց ինքն ինձ այդպիսինն է ճանաչել ու սիրել։ Ես չէի լինի, եթե չերգեի, եթե դեմ լիներ, էլի կլինեի իր կողքին, բայց ապագայում ինքն ինձ չէր սիրի, որովհետև ես ինպես չէի լինի առանց երգի, նշել էր երգչուհին։ Եվ այսպես, սիրված երգիչների հարսանիքը տեղի ունեցավ 2013 թվականին, իսկ մեկ տարի անց լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը՝ Լեոն, ով զույգի երկրպագուների կողմից շատ սիրվեց ու միանգամից։ Բարի, հավատքով, խելացի ու լավ երգող տղան այսօր արդեն ծնողների ինստագրամյան հետևորդների ցանկում ունի իրեն սիրող շատ մարդկանց, ովքեր անհամբեր են տեսնել նոր հոլովակ Լեոյի մասնակցությամբ։ Արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիքը կազմակերպում էր իր գործերն այնպես, որ տեղափոխվի Միացյալ Նահանգներ։ 2021 թվականին Միացյալ Նահանգներում Մարտինն ու Ռիփսիմեն հայտնեցին, որ սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Նրանց որդին՝ Ռոբերտը, ծնվեց հենց Միացյալ Նահանգներում։ Որոշ ժամանակ անց երգչուհին որդիների հետ վերադարձավ Հայաստան, ապա բոլոր գործերն ավարտելուց հետո արդեն այսօր հստակ է, որ ընտանիքը վերջնական տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության։ Այդ մասին թերևս փաստում է այն, որ Ռիփսիմեն այնտեղ բիզնես է հիմնել, բացելով իր հայկական ձայներ վոկալ ստուդիան։ Արդեն այսօր կարելի է նրանց համարել հայկական շոու բիզնեսի ամենակայացած ու հաջողության հասած զույգերից մեկը։ Star News-ը այսքանն էր առանձնացրել այս ընտանիքի պատմությունից։